Բարի առավոտ բոլորին, եթեր եմ դուրս գալիս կապված մի անձնավորության հետ, հիմա ցույց կտամ ու մասին է խոսքը, մի հատ ուշադիր նայեք, մի րոպե, այս անձնավորության մասին է խոսքը, ուշադիր նայեք, այս անձնավորության մասին է խոսքը, մի հատ էլ ուշադիր նայեք, ուրեմն սա Մուշեղ Հայրապետյան կոչեցյալն է, որը հիմա Ավանդական ուժի ֆեդերացիայի կազմում է, արդեն մի քանի անգամ իրան իրավունք է վերապահում, ուրեմն ինչ-որ մեկի անունից, ու կոնկրետ բառացիորեն եմ ասում, Ռուստամ Ալավերդյանի անունից, կամ Ռուստամ Ալավերդյանի փոխարեն, ավելի ճիշտ ինձ կլինի ասել, ներողություն եմ խնդրում, ոչ թե նրա անունից, այլ նրա փոխարեն, ուրեմն կոմենտները անի իմ գրառումների տակ, երկու անգամ իրանց զգուշացրել եմ, հասկացել է կոմենտները ջնջել է, ու իրան բացատրել եմ, որ տղա ջան, երբ որ ես պատասխանում եմ քեզ այն պահին, երբ որ դու խոսում ես ինչ-որ մեկի փոխարեն, ուրեմն ես պատասխանում եմ քեզ, ոչ թե նրան ում փոխարեն դու խոսում ես, ու դրա տակը դու ես մնում, ոչ թե նա ում փոխարեն դու խոսում ես, հետևաբար կոմենտի մեջ ինձ իդիոտ է անվանում, ստեղ հարց է առաջանում, իդիոտը ես եմ, թե ինքն է, հետևաբար պետք է հասկանալ, որ ստեղ տառակուսանք չի կարա լինի, պարզ է, չէ՞ որ իդիոտը ինքն է, դու չի հասկանում, շարունակում է այդ բանը անել, հետևաբար ես դիմում եմ Ռուստամ Ալավերդյանին, քանի որ քո փոխարեն ինքն է իր վրա հանձ առել, ուրեմն պատասխանելու, հետևաբար ես խոսամ իր հետ, իրան պատասխանելու, ոչ թե քեզ, այսինքն այն ինչ որ ես պատասխանում եմ իրան, Ռուստամ Ալավերդյան, քեզ ոչ մի ձև չի վերաբերվում, եւ ես քեզ խնդրում եմ պասիվ առանց որևէ մի խառնվելու դիտորդի մեջ եղի, որովհետեւ այս անձնավորությունն է, ու դու շատ լավ գիտես, որ ցանկացած պահին կարելի է դրթել նաեւ քեզ դավաճանելու համար, ու դա հաստատ տենց ալնելու, դրա համար մի պաշտպանի հիմա իրան, հիմա ինչ վերաբերում է այս Մուշեղ Հայրապետյանին, ուրեմն սկզբից եղել է մեր ֆեդերացիայում աշակերտ, ոչ մի տենց լուրջ հաջողությունների չի ասել, բայց կարացել է հետո զբաղվել իրանով, մի քիչ էլ մենք ենք օգնել, իր անձնական մարզիչն է իր վրա աշխատել, դառել է բավական ընդունելի որակի մարզիչ։ Հետո քանի որ իրական իդիոտը ինքն է, սկսել է զբաղվել բառիկությունով ու դրա համար նստել է բերդ։ Եվ ես հասկանալով, որ սոտքի ջահել տղա է, սխալվել է, չգիտեմ, կարողություններից ելնելով, դժվարություններից ելնելով գնացել է այդ ճանապարհով, հարց բարձրացեցի, որ իրան պետք է օգնենք, պիտի տեր կանգնենք ֆեդերացիայով։ Եվ օրինակի համար, երբ որ ես դիմեցի հենց նույն իր մարզիչ Արայիկ Աբրահամյանին, ինքը ինձ ասաց, մենք բառիկներին չենք օգնում, ես բառիկներին չեմ օգնի։ Իր բերդ նստելու ժամանակ ես եղել եմ միակ մարդը, ով իր հետ շփվել է, ով իր համար պայքարել է, ով իր պարգևավճարները վաստակած իր քրտինքով, ուրեմն պարգևավճարները իր բերդում նստած ժամանակ հասցրել է տուն, դա այն ժամանակ, երբ որ իր այսօրվա շրջապատը ու իր այսօր լավ իրան սիրող ընկերները կոկորտս դրա համար կրծում էին, համարում էին, որ այդ գումարը իրան չպետք է տրվեր, կռիվ գալմաղալ էին սարքում, կյանքս էին ուտում ֆեդերացիայում։ Երբ որ հենց ինքը նստավ բերդ, այդ նույն իր շրջապատ իրան սիրող ընկերները իր երեխեքին փորձում էին մեջ անեին։ Ես տեր կանգնեցի այդ հանգամանքին։ Խնդրեցի Սպարտակ Ծատուրյանին, որ թիմը ամբողջությամբ վերցնի իր մոտ,
պայմանավորվեցինք, որ հենց Մուշեղը բանտից ազատվի, այդ թիմը, այդ երեխեքը պետքա վերադարձվեն Մուշեղ Հայրապետյանը, ինչը եւ հետո եղավ։ Ես եմ գրել բազմաթիվ նամակներ, տարբեր ուրեմն հիմնարկներ կապված իր բերդից ազատվելու հետ եւ իրականում իրան ժամանակից շուտ ազատեցին ոչ թե միայն իմ, այլ իմ նաեւ ակտիվ մասնակցության շնորհիվ։ Եվ այս մարդը բոլոր նրանց, ովքեր հրաժարվեցին իրան օգնեն, իր կողքին կանգնեն, հակառակը իր եղածնել ուզեցին ձեռից խլեն, այսօր հելել է իմ դեմ, ինձ դավաճանել է բառի բուն իմաստով, ու այդ ապերախտ շունը հələ մի հատ էլ իրավունք է իրան վերապահում ընձի իդիոտ անվանել։ Հերիք չի մի հատ էլ ընձի, մի հատ էլ սպառնալիք է անում կոմենտներում, որ խելոք մնա թե չէ գջղայնանամ։ Լսի, այ Ռուստամ Ալավերդյանի տուզիկ։ Այդ Արսեն Բաղիրյանի համար, որ սկզբից կոմենտ գրեցիր, խես էդի ջնջել։ Ուրեմն ինքը կոմենտ է գրում, որ մեր Արսեն Բաղիրյանը 25 թվականի երբ որ դառավ ուրեմն աշխարհի լավագույն ուշուիստը չի ասում, որ 2025 թվականի Սանդաուշուի լավագույն մարզիկ, իսկ անգրագետ է, էդ էլ չի հասկանում ինչա գրում։ Ասում է դու իրան մի հատ շնորհավորեցիր։ Այնինչ էդի բացարձակ սուտ էր, ես համ շնորհավորել եմ, համ անձամբ իր նկարի տակ ուրեմն շնորհակալական խոսքեր եմ հայտնել, իրան բարեմաղթանքներ եմ հայտնել եւ այլն, եւ նաեւ այս տուզիկին ուրեմն դիտողություն եմ արել, որ Բաղիրյանը այդ ազգանունը մեծ տառով է գրվում։ Ու ինքը էդի ջնջել է։ Խես ջնջել արա։ Տղա ջան, խես էդի ջնջել այդ կոմենտը, որտեվ սուտ էր, որտեվ չէր խորացել միջև վեր, չէր հասկանում ինչ է իր գրում։ Ես սկրինշոտ եմ էդի արել արա։ Դից որ դու դրանից չես կարա խուսափես։ Հետո դեմ կտամ։ Եվ ամենակարևորը, ես քեզ խոսք էի տվել, չէ, որ ամեն ինչը քո հետ սրանից հետո, եթե մի անգամ էլ նման փորձ անես, կոմենտներով հանդես գալու։ Քո հետ խոսալու եմ արդեն հրապարակային, միջև այդ խոսացել եմ անձնականով։ Դու ինձ հրապարակայինով վիրավորել ես, ապուշեշ բաներ ես ասել, ես քեզ հրապարակային չեմ պատասխանել։ Անձնականով եմ քո հետ պատասխանել։ Հիմա խոսալու եմ քո հետ միայն հանրային դաշտում։ Հիմա ինչ վերաբերում է Քաջիկ Դալյանին։ Քաջիկ Դալյանը աշխարհի գավաթին չպետք է գնար։ Դա ֆեդերացիայի որոշումն էր, որովհետև համ մենք գումար չունեինք, համ էլ ժամանակի առումով ինքը չէր հասցնում գնալ։ Իրան մենք էդի զգուշացրել էինք։ Ինքը որոշեց, որ ինքը կգնա, այնտեղ մի բան կանի։ Եվ իր միջոցներով գնաց այնտեղ։ Իրան ոչ մեկ չէր ուղարկում այդ մրցումներին, ու ոչ մեկ չէր աջակցելու իրան այդ մրցումներին մասնակցելու համար։ Բայց այնուամենայնիվ ես ամեն ինչ արեցի իրան թույլ տամ մասնակցությունը։ Իր մարդավկայի պակասի պատճառով չէր, որ չթողեցին մրցումներին։ Իրան մրցումներին ուշանալու պատճառով քշերքի առողջության օրը ինքը չի ներկայացել մրցումներին, դրա համար չեն թողել մրցումներին մասնակցելու։ Նույնիսկ կոմենտում դու թյուրիմացություն ես թույլ տալիս ու դա անում ես գիտակցաբար, որովհետև սուտասան ես, որովհետև խառնակիչ ես, որովհետև մուտիլովշիկ ես։ Դու այն մարդն ես, Սարա, որ մրցումների ժամանակ պամոստի վրա ռեֆերի լինելով մարզիկին քացով հետևից խփում գցում ես ու իրան միավոր ես, մինուս միավոր ես հաշվում, միջև որ քեզի կարգի չեն հրավիրում։ Դու այն մարդն ես, Սարա, որ պամոստի վրա ձեր աշակերտներին հուշումներ է իրանում։ Պամոստի ճիշտնում էր, մոտենում էր, սեկունդատություն է իրանում, միջև քեզի կոշտ հրահանգներ կամ կոշտ դիտողություններ չէր արվում։ Դու այն մարդն ես, որ երբ որ եզրային մրցավար էին նստում քո աշակերտներին, ուրիշի աշակերտների մենամարտի ժամանակ զասուդիկներ է իրանում, այ խարդախ, այ անամոթ։ Հիմա ինչ վերաբերում է Վրաստանին։ 2012 թվականին Էստոնիայում Եվրոպայի առաջնության ժամանակ ես բողոքարկել եմ ուրեմն Կրպեյան Նարեկի մենամարտը ռուսի դեմ եւ հաղթել եմ։ Նարեկին շնորհել են հաղթանակ այդ մենամարտում, ինչի հաշվին ինքը դառավ Եվրոպայի չեմպիոն։ Ես միշտ եմ պայքարել մեր իրավունքների ու մեր մարզիկների համար։ Նաեւ այդ նույն ժամանակ Ռաֆո Հարությունյանը
երբ որ տեսավ ինչ գումարներ եմ ծախսել իր ամենամարտը բողոքարկելու համար, իմ գրպանից, ձեր գրպանից չէ, արա, ֆեդերացիայի գրպանից չէ, ինչ շնորհակալություն հայտնեց, որովհետև իր աշկերին չէր հավատում, երբ որ չեկը տեսնում էր մուծած։ Ու երբ որ այդ դեպքից հետո Մուզրուկովի ղեկավարությամբ մրցավարներին հրահանգեցին մեր բոլոր բոյերը ուտել, ինչ իրանք արեցին, ես ցուցադրաբար բոլորի աչքի առաջ հանրային ձևով լինելով մրցավար, ընդ որում բարձրակարգ մրցավար, իմ ձեռնոցներս մրցավարական հանել եմ ու շպրտել եմ գլխավոր մրցավարի դեմքին, բոլորի ներկայությամբ ու ոտնկայց դալիճը հելելա ծափարելա իմ արարքին։ Դրանից հետո ֆեդերացիային սանկցիայի տակ գցելու բողոքողները եղել են ռուսները, բուլղարացիները եւ վրացիները, որից հետո ես հրավիրել եմ ընդհանուր ժողով ֆեդերացիայում եւ ֆեդերացիայում ընդհանուր ժողովում մենք որոշում ենք կայացրել, որ մեր պատվի եւ արժանապատվության համար Ռուսաստանի եւ Վրաստանի միջոցառումներին չենք մասնակցելու։ Առավել եւս, որ Վրաստանը դրանից հետո էլ շարունակում էր անընդհատ մեր դեմ որոշումների քվեարկել, ստորագրել ու այլ տեսակի կեղտոտություններ անել։ Վրաստանը այն ժամանակ ուշքի եկավ, երբ որ 2018 թվականին ռուսները իր ոտքի տակ սապոն դնելով Եվրոպայի առաջնությունը իրանց ձեռից խլեցին։ Ու իրանք արդեն ռուսների ինադու եկան մեր 2018 թվականի կազմակերպված առաջի եվրոասիական գավաթին, բավական մեծ թմով, շատ գոհ ու երջանիկ գնացին այդ մրցումներից։ Դենց որ մենք Վրաստան չենք գնացել, այդ եղել է մեր բոլորիս որոշում, այդ թվում քո որոշում, այ բոմժ, այ իդիոտ, այ խառնակիչ սուտասան։ Եվ այդ եղել է մեր պատվի ու նամուսի համար։ Եվ ամենակարևորը, դու որ ինձ սպառնում ես, այ դուրակ, բոլոր պատերազմներին մասնակցած, պայստազորի գնդապետ ես սպառնում, այ պատերազմից պաղկված, ձեր թմից մենակ Սպարտակ Ծատուրյանը չի մասնակցել արա մրցումներին, դուք այդ պատերազմին 44-ը, դու ինքդ այդ ժամանակ ուր դե եղել արա, երևի միտեղ ծակվում ուռում էիր, չէ, այ նարկաման։ Լսի, քո մասին այնքան բան գիտեմ, որ ամենօրյա ռեժիմով, ստեղ լայվով, ամենօրյա ռեժիմով, կիսվելու եմ, գրվելու եմ, խոսալու եմ։ Ու էդի, արա, մենակ քեզ ա վերաբերվում, ուրիշ ոչ մեկին։ Ոչ ավանդական ուժի ֆեդերացիայից որևէ մի մարզիչին, ոչ էլ Ռուստամ Ալավերդյան, մենակ քեզ ա վերաբերվում։ Ես քեզ եմ պատասխանում, արա։ Լսում ես այդ դուրակ։ Եվ ամենակարևորը, այ ոչխար։ Այդ որ ասում ես հաուֆից ինչ ես հասկանում։ Հայաստանի ավանդական ուժի ֆեդերացիան այստեղ են ստեղծել։ Ու այդ բարձրություններն այստեղ են հասցրել։ Դուք դրան ոչինչ չեք ավելացրել։ Մեկը հենց դու արա։ Դենց որ հաուֆից ես այնքան շատ եմ հասկանում, որ էլ ասելու չի։ Այդ 4 դասարանի գիտելիք ունեցող անկիրթ ու անգրագետ։ Իսկ ինչ վերաբերվում է ՀԱՕԿ-ին, 30 տարի երբ որ ես ՀԱՈՒՖ-ը ղեկավարել եմ, ես ՀԱՕԿ-ի հետ ունեցել եմ իդեալական հարաբերություններ, այդ թվում է սպորտ նախարարության հետ։ Եվ եթե ես սուտ եմ ասում, թող սպորտ նախարարությունն ու ՀԱՕԿ-ը արձագանքեն։ Ու ասեն դու Չոբանյան սուտ ես խոսում։ Թե վերջի տարիներում ինչի է ՀԱՕԿ-ի հետ ձեր հարաբերությունը վատացել, հետի դուք ուրիշտեղ մանեք եք, արա։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից էլ ես այնքան շատ բան գիտեմ, դուրակ։ Այդ թվում նաև միջազգային օլիմպիական խարտիայի եւ միջազգային օլիմպիական շարժման մասին։ Դուք այդ ՀԱՕԿ-ի երևի հապաղումը չգիտես ոնց է բացատվում։ Հենց որ ձենդ կտրի, այ էշ ու վերենգի տեղդ։ Եթե դու իմիք շարունակես, մուշեղ, նորից եմ կրկնում,
Ես քո մասին այնքան բան գիտեմ, արա, որ ստեղ այնքան քեզ խայտարակ կանեմ, որ քեզի քիչ չի թվա, արա։ Դե իմի տենամ ոնց ես ջղայնանում, այդ ջղայնանում ես, տենամ դրա հետևանքը ոնց է ալնում։ Արա։ Այդ որ հանձի արա ես ասում, լսում ես, արա։ Հա ես քեզ լակոտ չեմ ասել, ես լակոտ ես, արա։ Ես խնդրում եմ այս նյութը բոլորին, հատկապես մեր ֆեդերացիա անդամներին, հնարավորինս տարածել մեր աշակերտներին, մարզիչներին, մեր աշակերտների ծնողներին, բոլորը պետք է իմանան, այս մուշեղ հայրապետյանը ով է, այս փափախով քուրդը, ուրացող, լավությունը մոռացող, ոտի տակ գցած այս անձնավորությունը ով է։ Սրանով ավարտում եմ լայվս, շնորհակալություն ուշադրության համար։